սիրելիներս, ողջունում եմ ձեզ, ուրախ եմ, որ միացել եք իմ ալիքին։ Մեզ մոտ նոր օր է սկսվել, հետևաբար սկսում ենք նոր վլոգ։ Այսօր տեսակ առավոտյան գնացի մի փոքր պարկ, բավականին ժամանակեր չէի եղել պարկում, առավոտյան շատ լավ եղանակ էր։ Գնացի մի փոքր զբոսնեցի պարկում, ձեզ համար մի փոքր կադրեր նկարել եմ, զբոսնեցի ու եկա տուն։ Եկատուն արդեն մի քանի ժամ է իհարկե տանն եմ ու եղանակը լավ փոխել է ու արդեն սև ամպեր են գրված է, որ գիշերը անձրև է էլի գալու։ Թե հիմա կգա, չի գա, չգիտեմ, բայց եղանակը հաստատ փոխվել է։ Հուսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու երբ որ ցորենը ցանեցի, գրել էիք, որ ոսպով գիտեմ, շատ սիրուն ծլում է, բայց արդեն ոսպի համար ինձ թվում է ուշա, ոսպը բավականին ուշ է լինում։ Ու բաժանորդներից մեկը գրել էր, որ չիայի սերմերն է շատ սիրուն է դուրս գալիս։ Ես չէի, երբեք չեմ արել չիայի սերմերով ու ուզում եմ այսօր փորձեմ։ Գրել էի, որ ուշ չի, գրել էր չէ, ուշ չի, թռչեք ու ցանեք։ Հիմա այսօր ուզում եմ բաժանորդի մեր խորհրդով ցանել չիայի սերմեր։ Տեսնենք ինչպես կստացվի, կհասնի թե ոչ։ Կհասնի ավելի լավ, չի հասնի, ոչինչ։ Գոնե փորձել ենք։ Ահա, այստեղ, չգիտեմ, ճիշտ եմ արել թե չէ, բավականին է շատ եմ, այսօր իմ օպերատորը Կակոն է իհարկե։ Բավականին շատ եմ թռչել։ Չգիտեմ, ճիշտ է։ Գրել էր, որ 1 ժամ թռչեք, հետո մութ տոպրակով, ոչ թափանցիկ տոպրակով երևի, փակեք, չգիտեմ, հեսա ծնելու է, թե չէ, ընտրում եմ գրեք, որովհետև չմտեսը ոնց են անում անկեղծ ասած չիայի սերմերով, ես ոնց ասել են, թռչեք ու ցանեք, երևի ճիշտ եմ, հա, անում Գագո։ Երևի։ Մեզ ույս տվի։ Հիմա մնաց փակենք, երևի, ու վերջ, հա? Չգիտեմ, հեսա փակենք տոպրակով ու տեսնենք կծելի, թե չէ։ Տեսնենք։ Հիմա չգիտեմ, այսպես տոպրակի մեջ դրել ենք ու այսօր քանի որ մի քիչ սառնոտ է, առավոտ շատ լավ եղանակ է, հիմա սառնոտ է։ Հա, կտեղափոխենք տուն, ցորենն էլ եմ տունը տեղափոխել։ Ողջույն սիրելիներս, մեզ մոտ հաջորդ օրն է, եկել եմ Բարսելոն ու այստեղ այս տարածքում Պեպկո խանութը կա։ Ուզում եմ մտնենք, իհարկե միասին ենք մտնելու, տեսենք ինչ կա, չկա, շուտով զատիկն է, կարող է ավելի գեղեցիկ, շատ գեղեցիկ բաներ լինեն։ Մի խոսքով միասին մտնում ենք Պեպկո։ Ահա, այսպես դեմ դիմաց, ինձ թվում է ավելի մեծ է, չգիտեմ, տենց է ինձ թվում ու ավելի տեսականին կարող է եւ լավը լինի։ Հիմա մտնենք, տեսնենք լավն է թե ոչ։ Այստեղ բնականաբար շորեր են մանկական։ Բայց մեզ ուրիշ բաժին է հետաքրքրում։ Այստեղ այսպիսի բաներ կան, տեսնենք ինչ սիրուն բան կա, ուզում եմ ասեի նոր տարվա զոտիկի, այստեղ շրջանակներ են նկարների ու իհարկե աղմուկը շատ, մանավանդ եթե խանութում կան փոքրիկներ, այս սիրուն բաներ կա, հոտավետա, բայց ասում շոոտանուշ հոտուներ չէ։ Այսի չէ։ Սա էլ ամում, հա, մորիա, ու ինչ լավներ, բայց մենք դեռ Իկեայից առածը ունենք, բայց շատ լավներ, հոտը, այստեղ իհարկե մոմեր են, այստեղ ծաղկամաններ են, այսը լավը, Թողները չի, լավ է թեթևը, հավանաբար սա էլ ամում, հա։
Այստեղ ծաղիկների համար սիրուն ամանները, բույսերի տնային ծաղիկների իհարկե, սիրուն ամանները։ Տեսնենք այստեղ ինչ կա։ Կանանային են արդեն ամբողջ բարձերը։ Այստեղ էլ է կանանային։ Այստեղ այսպիսի տեսքն ունի։ Ոնց որ դեռ չեմ գտնում այդ իմ ուզած բաժինը։ Այստեղ էլ տեսական անկեղծ ասած սպասելիքներս ավելի մեծ էին, քան իրականությունը, ոնց որ չգիտեմ, չեմ գտնում նորմալ հարմար սիրուն բան։ Այսի կեքսերի համար ես ունեմ, ինձ պետք չի։ Այստեղ ֆորմաներ են կեքսերի համար։ Այս էլ է սիրուն, իրար հարիչով, շատ սիրուն է։ Բայց իհարկե ինձ պետք չի, այս էլ ֆորմայը։ Ես ընդհանրապես զատիկի համար եմ եկել։ Բայց ոնց որ թե ամենայնպես հələ դեռ չեմ գտնում։ Գտամ այս բաժինը նորեինք, այսպես գնանք։ Ասինն էլ դրված է, այս կողմից է, պետք է անցնենք լավ։ Այստեղ էլ բազմատեսակ ամաններ են։ Ամեն ինչ կա, բացի իմ ուզածից կարծես թե։ Այստեղ էլ խաղալիքներ են իհարկե։ Մեր պեպկոն կարծես թե ավելի լավն էր։ Թերագնահատում է ես մեր պեպկոն։ Այստեղ էլ բաների համար նախատեսված սիրուն է, բայց արժեքն ինչքան 10 եվրո։ Ոչ սիրուն է։ Բայց չէր։ Բայց ինչ ուզում էի իհարկե չկար։ Չկա։ Ամեն ինչ կա, բացի նոր տարվա եմ այլ ասում։ Զատիկի գեղեցիկ ինչ-որ իրերից։ Այս բաժինը մտնենք, տեսնենք ինչ կա։ Բաշակներ, չէ։ Իհարկե չկա իմ ուզածը։ Սա այ կարաքի համար ինչ ծոներ էր։ Շուտ ծոներ էր։ Ժողովուրդ անկեղծ ասած հիասթափված դուրս եկա Պեպկոից։ Ճիշտն ասած իմ սպասումները ավելին էին, քան չնայած ընդհանրապես ոչինչ չկար, ինչը վերաբերվում էր զատիկին, բայց սիրուն բաներ էլ չկար, ոչինչ չկար։ Ես մտածում էի գոնե ինչ-որ մի բան կգտնեմ, գոնե ինչ-որ մի դեկոր, չգիտեմ, ինչ-որ մի սիրուն բան, բայց ոչինչ չկար, հավատացեք իրոք։ Չէի սպասում նման Պեպկո, երևի կամ վերջացել է, կամ չգիտեմ, չեն ունեցել։ Խոսքով հիասթափեցրեց ինձ այսօր Պեպկոն ու դուրս եմ եկել, այստեղ էլ չեմ մտաբերում նման խանութ, որ լինի այս կողմերում, զատիկին վերաբերվող, այստեղ մանգո կա, հիմա մտնենք միասին, տեսնենք ինչ կա, չկա մանգոյում, գոնե ինչ-որ մի սիրուն բան լինի մանգոյում, իհարկե զատիկին դե բնականաբար, զատիկին չի վերաբերվում դա, բայց միասին մտնենք մանգո, տեսնենք մանգոյում ինչ կա։ Այստեղ էլ մանգոն։
Մատերիալ այնքան լավն է ժողովուրդ 13 եվրո 13 եվրո սա լսկույնն է սա իր նույն արժեքին մատերիալը լավն է շատ թևերն է սիրուն իրական հասարակ ուլուսկայա թևերը տեսեք սիրուն է սա է 16 եվրո այստեղ էլ պայուսակներ են սա ինչ պայուսակ է այսպեսի պայուսակ է մանգոյի հասարակ փոքրիկ լավն էր մատերիալը փափուկ է արժեք ինչքան 20 եվրո ամեն օրվա 60 եվրո չարողները Ժողովուրդ ջան մանգոյից հետ դուրս եկա, անկեղծ ասած մի քիչ բարակ կուրտկա էի ուզում, բայց չկար, տեսականի քիչ էր փոքր մանգոյ այստեղ ու չկար, սիրուն բան չկար հիմա, չգիտեմ, երևի տուն գնամ կամ ինչ-որ մի բան, եթե ինչ-որ հետաքրքիր բան լինի, անպայման նորից սեր հետ կմիանամ այսօր չհաջողված օր էր ոնց որ և Պեպկոն հիաստապացրեց ինձ են էլ ոնց և Պեպկոն և մանգոյդ այդքան հույսեր չունեի չի էլ մտել, որ ինչ-որ մի բան առնելու համար ուղղակի այստեղ էր մտամ բայց Պեպկոն հույս ունեի, որ ինչ-որ սիրուն բան եմ գնելու, բայց չեղավ ոչինչ չկար, դուք էլ տեսաք, անգամ ինչ-որ սիրուն դեկոր անգամ չկար չէ, այսօր Պեպկոն լավ հիասթափացրեց խոսքով սիրելիներս նորից կհանդիպենք ընթացքում նումա գագոյի հետ գնամ մի օր ակցիոն անկեղծ ակցիոնը հեռու է մեզանից ոտքով չեմ կարող գնալ պետք է գագոյի հետ գնամ դա է ամենում եթե չէ շեյնից հոն մոռացել էի շեյնից պատվեր կտամ բայց շեյնից էլ ահագին ուշ կգա ու կարող է և զատիկը անցնի նոր գա տեսնենք ոնց կստացվի սիրելիներս հա Ամազոնից արդեն ներք եմ պատվիրել գերմանական ներկերը շատ լավն է գրել է որ ամսի 30-31-ին բերելու են դա նորմալ է ամսի 5-ին է զատիկը մի խոսքով այսօր չստացվեց մեր գնումները առանց գագոյի ենք երևի դրա համար չստացվեց գնումները լավ մյուս անգամ գագոյի հետ կգնանք որ ստացվի լավ սիրելիներս տեսեմ ինչ եմ անում ձեզ էլ կտեղեկացնեմ բարի առավոտ սիրելիներս մեզ ոտ հաջորդ օրն է ու առավոտ ժամը 10-ն է ավելի ստույգ 10:10 օրը հիանալի եղանակը հիանալի գարնանային արդեն ամառային չնայած 2 օր հետո խոստանում են անձրև ու ջերմաստիճանը մի 5-6 աստիճանով իջնելու է այսօր սպասվում է մեզ 19-ից 20 աստիճան տաքություն իսկ դա նշանակում է այստեղի համար բավականին տաք խոնավ է այստեղ 20 աստիճանը բավականին տաք է առավոտ շուտ դուրս էինք եկել թղթաբանության հետևից ես ու Գագոն ու իհարկե չստացվեց, չտվեցին այդ թուղթը մեկը մյուսի վրա են գցում, ինձ թվում է Իսպանիայում բնակվողները կիմանան դա ինչ թեմա է, այդ թղթաբանությունը այստեղ առանձին թեմա է, չգիտեմ, ընդհանրապես երևի Եվրոպայում ապրողները։ Հետո Գագոն գնաց աշխատանքի, ես մտա
մերկադոնա, որպեսզի հաց գնեմ եւ ինչ գնեի, հա, կանաչի աղցանի համար։ Բայց դե միայն մտնես սուպերմարկետ ու կանաչի ու ինչ որ պլանավորես դա գնես, դա իհարկե չի ստացվի, մանավանդ մեր դեպքում, ես էլ քանի որ ոտքով էի, շատ բան չէի ուզում գնել, բայց դե մի փոքրիկ գնում կատարեցի ու ուզում եմ ձեզ հետ հիմա կիսվեմ իմ գնումներով, առանց ձեզ եմ մտել մերկադոնան, որովհետև նախ մենակ էի, հարմար չէր, երկրորդն էլ դուք արդեն լավ գիտեք մեր մերկադոնան, մեր սուպերմարկետները։ Հիմա կիսվեմ, թե ինչ գնում եմ կատարել, որից հետո այսօրվա օրը կշարունակենք ձեզ հետ սիրելիներս։ Ժողովուրդ ջան, հիշում եք Ամազոնից, որ պատվիրել էի, առայժմ ճիշտն ասած հինը դրսում էի, պատշգամբում էի դնում, բայց սա որոշել եմ պատշգամբում չդնել, քանի որ այնտեղ շուտ է կեղտոտվում, ես սրա լվանալը դժվար է, նա քանդում էի, լվանում էի հեշտությամբ, իսկ սա ոչ։ Այսպես դարակներով է ինքը, այսպես բացվում է, արդեն այստեղ դրել եմ ավոկադոն պինդեր դրել եմ, որպեսզի հասնի, ահա, այսպես, ես լոլիկ ընդհանրապես չեմ պահում սառնարանում, այսպես հարմար է շատ, մենակ մի հատ, չգիտեմ, երևի դեֆեկտ ունի, կամ ես կարդացի բոլորի մոտ դա էր, որ տեսեք, այսպես կարծես թե լավ չի մնում, բայց ոչինչ, ինքը ավելի գեղեցիկ ու ակուրատնյա ինձ թվում է։ Ես էլ Ամազոնի ստացա, պատվիրած մեր վերջին գնումը։ Ահա, հիմա այստեղ արագ ցույց տամ գնումները ու անցնենք առաջ։ Այստեղ կանաչի աղցանի համար մեր ամենօրյա գնումներն են, որը միշտ կատարում ենք, ձուն ժարկեմ, ձուն անպակասա մեր տանից, ինստոմա բոլորիս։ Այստեղ մասկարպոն եմ գնել, քանի որ որոշել եմ ելակով կամ ազնվամորիով, տեսնեմ ինչպես կստացվի տիրամիսու պատրաստել, ամառային տիրամիսու ամենահամովն է։ Հեշտ և համեղ, շատ համեղ է ստացվում, իհարկե սերուսքել եմ գնել, այստեղ քերված արդեն պատրաստի մոցարելա եմ գնել ու սալյամի երջիկ եմ գնել այստեղ, այս մի տոպրակը կարծես վերջ չէ և խմորիչ եմ գնել, այս մերկադոնային եմ օգտագործում, թարմ խմորիչ է, բավականին հաջող է, չգիտեմ, շատ լավն է, ինձ դուր է գալիս, սա եմ օգտագործում միշտ։ Մյուս տոպրակը եմ գնել եմ հունական յոգուրտ, աղցանների մեջ ավելի թեթև ու ավելի համեղ է ստացվում, այսպիսի արդեն կտրատել եմ հաց եմ գնել և այստեղ ամենայն դեպս հավի կրծքամիս եմ գնել։ Կարող է ինչ-որ մի բանի պետք լինի, այսօր որոշել եմ աղցան պատրաստել բրոկոլիով, հավի կրծքամսով, այս հունական յոգուրտը կօգտագործեմ, մայոնեզից թեթև ավելի լինում թթվասերից, շատ համեղ աղցան է, որոշել եմ դա այսօր պատրաստել, եթե տեսնենք ինչպես կստացվի։ Ահա, այստեղ հավի կրծքամիս, հիմա մյուս տոպրակը, այս տեսակի ինտեգրալ դիետիկ հաց, ահա սա, կարմիր պղպեղ, աղցեր կարմիր աղացած պղպեղ, այստեղ այսպիսի հավի բդիկներ եմ գնել, ինչ-որ մի բան կպատրաստենք, անկեղծ որոշել եմ կարտոֆիլով, շատ համեղ տարբերակ է, ես ունեմ նկարված, կարտոֆիլ, հավի միս, պանիր խառնում ես և իր ոսկորի վրա հավաքում ես ու տապակում ես, շատ համով է ստացվում, կարող է պատահի դա պատրաստեմ, դրա ավելի ճիշտ գնել եմ համենայն դեպս տեսին գնել, իսկ պատրաստենք, այստեղ հնավոր բուլղարական պղպեղներ, բանան, ես միշտ գիտեք, որ չեմ սիրում շատ հասած բանան, սա էլ մի փոքր կանաչոտ էր, բայց մի օրում տակա ամենջապես կհասնի։ Մի խոսքով բանան և մոցարելայի մյուսը, երկրորդը։ Որտեստ է այսքանն էին
այսօրվա իմ մերկադոնայի գնումները։ Ժողովուրդ ջան, հիմա այստեղ հավաքեմ ու պատրաստեմ նախաճաշ, քանի որ մենք դեռ չենք նախաճաշել, այսօր որոշել եմ պատրաստել աշխարհի ամենահամով նախաճաշը, լոլիկով ծվածեղ։ Համաձայնեք, որ ամենահամով նախաճաշն է, ժողովուրդ։ Հիմա հավաքեմ նոր նախաճաշը պատրաստեմ։ Ժողովուրդ ջան, ես էլ պատրաստամ մեր այսօրվա նախաճաշը, պամիդորով, լոլիկով ծվածեղը, ով այս պահին մեզ հետ նախաճաշում է, բոլորից ասենք բարի ախորժակ։ Սիրելիներս, մեզ մոտ երեկո է ու դուրս ենք եկել տանից, գնում ենք ուր, իհարկե ակցիոն։ Ասեցի, չէ, որ գնալու ենք ակցիոն, տեսնենք Զատիկի համար ինչ կարող ենք գնել։ Հիմա ճանապարհ ենք ընկել, ճիշտ է, այսօր Գագոն տունը չի, բայց արդեն տուն է եկել ու գնում ենք ակցիոն։ Հիմա տեսնենք այնտեղից ինչ կարող ենք գնել Զատիկի համար։ Իհարկե, դուք էլ գալիս եք մեզ հետ միասին։ Եղանակը հրաշալի է, չնայած 2 օրից անձրև է գրած 1 օր։ Հիմա կգա չի գա, բայց գրված է։ Այսօր 19-20 աստիճան է մեզ մոտ։ Այսօր գարնանային ամառային եղանակը։ Խցանում Este միշտ էլ է դա։ Այն դրանց հիմա էլ ժամա, որ դուրս են գալիս աշխատանքից, բնականաբար սենց էլ պետք է լիներ։ Ստում այս մեծ ավտոներն էլ են խանգարում։ Դու հիմա այդտեղ էս ինդուստրիալ զոնա է։ Սիրուն կանաչա չէ խոտը։ Այս տարի անձրևները լավ ջրեցին։ Կանաչի բոլոր երանգները։ Հա, շոտ սիրուն է։ Bajo luces de colores, nos juramos no fallar, con arena en los zapatos y las ganas de soñar. Me miraba a los ojos, ay, juraba que era eterno, ay, que lo nuestro no entendía distancia ni de invierno. Se fue el verano, y contigo se fue, lo que en agosto era fuego, ay, ya nunca volvió a ser. Se fue el verano, y contigo se fue, lo que en tus labios era cielo, hoy no lo puedo tener. Se apagaron los faroles cuando el viento comenzó, las promesas en la arena que el otoño se llevó, tus mensajes ya eran hielo, ay, tardaban más en llegar, lo que ardía entre tus besos ya no quiso regresar. Se fue el verano, y contigo se fue, lo que en agosto era fuego, ay, ya nunca volvió a ser. Այս հողամասերը Հա, մարդիկ վերցրել են էսի շուպայա։ Քաղաքին շատ մոտ է։ Վերցրել են իրանց համար այգի են ստեղծել են։ փոքր հողամասեր է սարքել։ Այ սալորի ծառ։ Սիրուն ծաղկել է։ Շատ սիրուն ծաղկած է։
Սա ամբողջն է վայրի մոշա։ Անձրևներից բլուզում ա եղել, ժողովուրդ ասեք քարերը վերդրել են, որ մեջև երևի սարքեն, հա? Տեսեք ինչ կավահող ա, հետո կրքիր ա։ Կավահող, բայց դες ինչ կանաչ է։ Գրեթե արդեն հասնում ենք, քիչ մնաց։ Մի քիչ այսքան մասը էլի խցանում էր, բայց ինչ կամած շարժվում ենք։ Չէ, այստեղ միշտ է տենց է խցանում։ Հա։ Մենք արդեն տեղ հասանք, տեսնենք ինչ կա չկա ակցիոնում, տեսնենք ակցիոնն էլ այսօր իրաց թափացնել երեկվա պեպկոյի նման, դե ինչ որ մի բան կգտնենք սիրուն։ Այստեղ արդեն մենք ակցիոնում ենք, այստեղ ոնց որ Տիկին վերաբերվող, բայց հա, մոմա, այ մոմա, ասեմ հոտակալիս անուշ չէ, ամանն է սիրուն ավելի, քան թե հոտը լավներ, նացինք, տեսնում ես Զատիկի համար ինչ-որ մի բան, չէ, էլը, ստեղումա ուշացել ենք, չեկա, Ձմեռային է, բարձը ձմեռային, այսպես կակ բարձ եմ ուզում, բայց մոխրագույն։ Ասել է լավ, բայց իմ ուզած գույնը իհարկե չկա։ Շտավնա։ Շատ լավներ, բայց հա, չկան 20 եվրո։ Աստեղ այսպիսի բաներ կան, նպաստակներ։ Չգիտեմ, այսպիսի բաներ, ճիշտ ասած, չեմ ուզում ինչ-որ դիզայն, ուզում ինչ-որ բանի համար ծառայի։ Սիրուն ափսել լինի, աման լինի։ Բայց իրը չկա։ Չէ, դե։ Այրոգրիլյաններ, հիմա որ հակամտին մեջը ֆորմեն, մեկի 70 է։ Մերը 16 սենտիմա ոչինչ կլինի։ Հա։ Դա վերցրու։ Սորում կտանենք։ Հա։ Այստեղ ինչ կա։ Մեջը սիրուն ոչ չկա, չէ՞ Զատիկի համար։ Ոչ չէ։ Նապաստակներ, ասենց արձոններ է։ Սիրուն ոչ չկա։ Հաստատ։ Դե շրջենք դեռ։ Այստեղ եկել եմ արդեն իմ սիրելի բաժինը իհարկե։ Այստեղ հետաքրքիր բան եմ տեսել։ Կարող գնեմ մի րոպե, մի հատ բացեմ, այսպես աղի համար, ինչ-որ հարմար բան այս թվում է, սեղանին գեղեցիկ որ տնես, դեռ մտածեմ, տեսնեմ 4.95 չէ, այս կինը չի, իս թվում է այս սա է, 3 եվրոն ասա,
Եթե չեմ սխալվում, չէ, սա է։ Այս սրա կինը որն է, որտեվ 5 հատ համարում են ինչ է ժողովուրդ։ Տեսեք, 1 գթալները 2, ամանները 4, սա էլ 5, տակինն էլ 5։ Հա, 5 հատ սա են համարում։ Այսա, սիրուն է ինքը։ Չգիտեմ, ստոմա հարմար է լինելու, նույնիսկ նկարելու համար։ Հիմա մտածեմ, տեսեմ ինչ անենք։ Չգիտեմ, մտածում ենք մեկի մեջ աղ լսնենք, մյուսի մեջ կագոնես այդքան պաղ լսնում ես ինչ անես։ Բայց սոուսի համար է շատ լավ, ինձ թվում է կլինի։ Այսին, մի տեսակ դուրս է կա, բայց լավ ամեն դեպքում սա աշկի տակ ունենամ, դեռ որոշեք, այստեղ կագոն չգիտեմ ինչա բերեք, հագից ես բերեք։ Ֆորմային բերել տարբեր գույների, բայց երկուսն է նույն չափի են։ Ինչ չափ, հա։ 26։ Հա, մերը փոխել պետք է։ 26։ Մի հատ Նայ, սրա տակը այսինքն դուրս է մնում։ Հա։ Իսկ սրանը չէ։ Տարբերություն չկա, երկուսն էլ լավ է, ոչ չի։ Արի մի հատը վերցնենք։ Հա, դու որ գույնը կուզես։ Ես։ Անդեղ ռոզովի էլ կա աղջկական։ Աղջկական, չէ, ես եմ ուզում։ Էդ ես ուզում, վերցրա հիմա ջան։ Լուրջ։ Էսելան, ոյ, ես ծանր է ժողովուրդը։ Բայց ինչ-որ սիրուն բան կարելի է մտածել սրա շուրջ։ Այսի կվերցնենք, որովհետև իմ արդեն բավականին արդեն փոխելու է մի խոսքով։ Սա դեռ մտածում եմ։ Էս սիրուն չի։ Այդ ինչի համար։ Սոուս։ Չէ, էսի ավելի սիրուն կլինի։ Ինչ կա այստեղ։ Էս ինչ է։ Ձու էփելու բան է, դες չէ։ Ձու էփելու թե կտրելու։ Չէ։ Հա, ինչ չափի ուզում ես, տեսեք, երեկը ինչ աստիճանի ուզում ես, որ ձունը եփվի։ Արի փորձենք։ Հա, չեմ սիրում։ Անկեղծ ես այս բաներ չեմ սիրում, որովհետեւ պրակտիկ չի թվում է օգտագործելու համար անիմաստ իրա տան մեջ տեղ գրավող, մենք էլ այդքան տեղ չունենք։ Այստեղ գթալների պատառաքաղների շատ սիրուն տեսականի կայի միջայլոց, լավ բաներ կա ոնց որ, չգիտեմ, թե հիմա ես եմ ուշադիր, ասած է ֆայնա, հազատիկի համար բան չգտանք, կոնե, սենց միշվար մի սիրուն բան գտնենք, էսի շատ սիրուն է, բայց շատ ծանր է, այս իհարկե իրա գինը չի, որ բերել էստեղ են դրել, այս քարը, շատ սիրուն է ինքը, սեղանի վրա է շատ սիրուն կնայվի դիզայնի համար է, բայց շատ ծանր է։ Այստեղ էլ ափսեները, այս խանութը ինչպես միշտ լիքը ժողովուրդ, լիքը միշտ, ու աղմուկը շատ։ Այստեղ էլ այսպիսի բաժակներ, այս թեյնիկներն էլ է շատ սիրուն է։ Ուսա։ 26-ը ոտել տեսեք ի սիրուն գույն է։ Շատ սիրուն գույն է։ Եկեք փոխենք։ Փոխենք վերցնենք աղջկական գույնը։ Համը հոտը լավ է։ Շատ սիրուն էր։ Ասեմ նստեղ այսօր ոնց որ ավելի սենց տեսականի շատ է, թե ես եմ ուշադրություն դարձրել։ Երկար ժամանակ չես եկել։ Հա, երկար ժամանակ իրոք չենք եկել։ Ինչ ֆորմաներ են։ Mickey Mouse. Էս հատիկի ֆորման կա։ Չէ։ Սկալի որտի լուսի համար սիրուն Ֆորմաներով պեչենի չէ այդքել։ Պեչենի, ծվաձև։ Չէ, պեչենի կարելի է թխել։ Արի մի հատ սիրուն ֆորմա վերցնենք։ Նսը բարբի։ Բարբի վերցրենք, բարբի է սիրուն։ Բարբի չի դի։ Ֆրոզենն է։ Դու ես ոնց կտնեմ բարբի։ Այս էլ Mickey Mouse-ն է։ Արի Mickey Mouse վերցնենք։ Ստեղ մա բոլորն սիրում են Mickey Mouse։ Հա, թե չէ։ Շատ փոքր։ Ինչ անենք։
ուրիշ հերուս։ Չէ, ֆրոզենա, ժողովուրդ։ Դա լա ֆրոզեն։ Այդ ինչ է։ Ստրիչնա։ Հա, ստրիչնա։ Ստամաչկա է դա։ Դա լա ստրիչ։ Ատի ֆրոզենա։ Բայց ինքը այնպես բարակ է։ Հա, որակը լավը չի։ Դե մի վերցրու, եթե որակը լավը չի։ Հա, փոշմանեցին, որակը լավը չէր։ Գնանք տեսնենք ուրիշտեղ ինչ կա։ Էս էլա չէ սիրուն ամանը։ Մենք այն մեկից առանցանք։ Էս էլա սիրուն շատ։ Լավ չի։ Կարելի է մի ծաղկնել, բայց դեմ ծաղկ ուզում եմ հանեմ։ Չէ, մի հանես, սիրուն ծաղկել է, էս էլի ծաղկում է։ Լավ մեծ ոմաններ, կոծող կոմաններ, ավելի ճիշտ։ Հա, բայց ինձ էսի ավելի դուր եկավ։ Այսա։ Այն էլ է լավը, մերը այն նրանից էր։ Սիրուն է։ Էսի նարինջա, մենք սկուտեղ ենք էստեղ տեսել, ուզում ենք մի հատ վերցնենք։ Այր երևի կամ լիմոն կա այնտեղ։ Չգիտեմ, շոտ։ Ծաղիկները շոտ է։ Գույները։ Արի լիմոնը վերցնենք։ Լիմոնը վերցնեմ։ Համետ մեկ պետք է գալի ձմերը կտրելու կամ եմիշ։ Կանք քաղցրի բաժին, այս բաժինը մարդ չկա։ Մի ականքից բաժինն էր, դա կտկիրա, բայց այս բաժինը մարդ չկար։ Վերցնենք ես փոխություններից նատլի։ Հարիբոն, վերցնենք։ Այս ճիշտ է, այդքան լավ բան չէ, բայց արի վերցնենք։ Տեսնենք ինչ հետաքրքիր բան կա այստեղ։ Այստեղ կոնֆետա գրածը նուգա։ Չգիտեմ ինչա։ Հա, նուգայա, հետաքրքիր է։ Վերցնենք, նաև փորձենք։ Արես բաղունցից մի հատ է վերցնենք ակ։ Այստեղ ոնց որ աշկով տվեցինք ես բաժենը, բոլորը լցվեցին։ Չգիտեմ ինչ կարելի է։ Շատ նորություններ կա այս անգամ շատ։ Այս ինչ է թխվածքա բլիթները։ Այստեղ որոշեցինք վաֆլի պատրաստելու ապարատել, սարք դնել։ Գնանք և փորձենք։ Գնանք և փորձենք, չէ՞ այս տոմը խորն է լինելու, լավն է լինելու, չգիտեմ, տեսնենք։ Գնացինք։ Ոնց կլինի։ Գոնե անձեռոցիկ երևի առնենք էլի։ Բայց որ առնենք, որ սիրուն լինի։ Այդ էլ սիրուն չկա, ախր։ Անձեռոցիկներ սիրուն չկա, այսի լիմոնա պետք չի։ Այսի նապաստակի ականջներն է։ Այստեղ ինչ է։ Այստեղ զադիկին է վերաբերվում նապաստակը։ Երևի սա վերցնենք։ Սիրելիներս արդեն տուն ենք վերադարձել, տեսակ գնացինք ակսիոն, առանձես մտել ենք լիդել, քանի որ պանիր ոչ միշտ այդ պանիրի տեսականին լինում, ֆետա պանիր է, ոչ միշտ է լինում ու տեսանք, որ կար, որոշեցինք լիդել մտնենք պանիր գնելու համար հատուկ։ Հիմա ցույց տամ, թե ինչ գնեցինք, վերջը ինչ ընտրեցինք ակսիոնից և ինչ գնեցի լիդելից։ Ճիշտ ասած, և ակսիոնը և պեպկոյում չկար ոչ զատիկին վերաբերվող համարյա թե գրեթե ոչինչ չկար սիրուն, այնտեղ պեպկոյում ընդհանրապես չկար ոչինչ, երեք են գնացել, իսկ ակսիոնում էլ միայն արձանիկներ էին, մի խոսքով դուրս չեկա ոչ մի բան, երկու խանութներում էլ
Եթե տեսնեմ հասցնեմ, Շեյնից ուղղակի Շեյնը մի քիչ ուշ է բերում։ Շեյնից կպատվիրեմ, նախորդ չէի պատվիրել, մտածելով, որ կգնամ Պեպկոյում կամ ինչ-որ միտեղ սիրում բան կլինի Զատիկի համար, բայց չկար։ Հիմա ցույց տամ, թե վերջը ինչ գնեցինք ակցիոնից։ Ահա, այսպիսի սկուտեր են գնել, լիմոններով սկուտեր, հասարակ սովորական, որը միշտ անհրաժեշտ է լինում։ Սա այս կողմի վրա դնեմ։ Այրոգրիլի համար այս չափսը, այս տեսակը վերցրեցինք, ճիշտ է, մերը կլոր չի, բայց որոշեցինք փորձենք, չգիտեմ, Գագոն ասաց կլինի, ես էլ խելոք լսեցի գնեցինք։ Կլինի, չէ, կնվիրենք նրանց, ում համապատասխանում այս չափը ու այս ձևը։ Սա, այստեղ բամուսի, այստեղ նուգա շոկոլադով, հուսով եմ համով լինելու։ Զատիկի համար գոնե անձեռոցիկ ենք գնել։ Երևի մեջների իմ քիչ նորմալը հաճելի սա էր։ Սա եմ գնել, վերջը այս վարդագույն ֆորման ձևաչափը գնեցինք, ճիշտ է, ես ունեմ ես 26 սանտիմը, բայց փոխելու կարիք կար արդեն։ Այստեղ էլ Լուսիի համար մատիտներ գնեցինք և նկարիր ինքը, չէ, այդպիսի բան կար։ Եվ նկարելու համար, գունավորելու համար ավելի ճիշտ, այսպիսի ալբոմ։ Եվ գնել ենք վաֆլի պատրաստելու համար այսպիսի սարք։ Հիմա այսօր բնականաբար մեզ մոտ արդեն երեկոյա, բնականաբար սա չենք պատրաստի, բայց միասին, նախաճաշ միասին կպատրաստենք վաֆլի, համ էլ կտեսնենք ինչպես ստացվում, թե ոչ, հաջորդ վլոգներում անպայման միասին կպատրաստենք, իսկ թվում է լավ պետք է ստացվի, քանի որ ես նայում եմ, որպեսզի մի քիչ խորը լինի ու վաֆլին գեղեցիկ ստացվի։ Եվ այս սարքն ենք գնել։ Այսքանն էին մեր ակցիոնի գնումները, այս չնախատեսված էր իհարկե վաֆլու սարքը, չնայած բոլորն էլ չնախատեսված էին, ուրիշ բանի համար էի լրիվ գնացել, բայց այդպես ստացվեց։ Ահա, այստեղ էլ մի անգամից Լիդելի գնումներն է ցույց տամ, քանի որ այսօր Մերկադոնան ակցիոնը ցույց եմ տվել բոլոր գնումները, Լիդելն էլ չթողնենք ոչ ցուցադրված։ Գնեցի Սարդելկա, մտել էինք պանիրի համար, քանի որ այս պանիրը բավականին հաջող, մեր հայկականին նմանություն տալիս եմ։ Ինքը ֆետայի նման է, ֆետա է։ Այս սրանք գերմանական շատ համով են, երևի այստեղի ամենանորմալ նրբերշի կամ սարդելկա, չգիտեմ, այդ տեսակի ինչ-որ բան է, համեղ է, այստեղ կապույտ պանիր, այդպես է կոչվում, ռոկֆորի նման, այս պանիրը և լոլիկ։ Լոլիկ չէի գնել այսօր Մերկադոնայից։ Եվ այս տեսակի, այսքանն էին կարծես այսօրվա մեր գնումները։ Սիրելիներս, այսքանն էին մեր այսօրվա գնումները և ակցիոնից և Լիդելից, առավոտյան էլ տեսակ Մերկադոնայի գնումները։ Ու երևի ավարտենք այսքանով մեր վլոգը այսօրվա, ինչպես միշտ ձեզ ցանկանում եմ, որպեսզի մնաք բարյավ ու խաղաղ, կհանդիպենք հաջորդ վլոգում սիրելիներս, լավ մնացեք և ձեզ ուղարկում եմ բաչիկներ։